Հանրապես այս դատավորների ընտրության կարգը, էլի մեր հետևորդներին ասենք, էլեկտրոնային համակարգչային եղանակով է։ Կա այնտեղ մի բացառություն, որ միջտատական վարույթում կալանք ավելի պարզ ասենք, կալանքի գործերով կարա այլ կարգ սահմանված լինի, բայց ընդհանրապես օրենքը նախատեսել է, որ այդ դեպքերում պետք է ղեկավարվել այբենական կարգով, այսինքն այդ դատավորին ընտրելուց պիտի այդ հերթապահ դատարանում, այսինքն մի դատարան պիտի լինի հերթապահ, որպես կանոն։ Կարծեմ շաբաթը մեկ են, չէ՞, փոխվում։ Ամեն շաբաթ, այո, դատարանները փոխվում են։ Այդ դատարանի դատավորների հերթականությունը այբենական կարգով է արվում։ Հիմա մենք տես վերլուծություն ենք արել ու աջափնյակ մեկ դատարանի, այսպես ասած, հա, քրեական գործեր քննող դատավորների Ռոման Սմբատյանի հերթը 8-րդն էր։ Ռոման Սմբատյանը Վազգենի Այն դատավորն է, որը Վազգենին։ Նաև ստեղծեմ, որ 6.5-ի կողմերը ես նախ դրանից առաջ, երբ որ այդ սկրինշոթը հրապարակել էի հերթապահությունների մասին, հատուկ ընդգծել էի, ասել էի, չլինեմ չիմանամ փոխել եք, հա, այս հերթապահությունները